Մեր հյուրերն արդեն տաղավարում են սիրելի հեռուստադիտողներ, ես որպես ակնարկ ասեմ դեկտեմբերի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ամանորյա խառնաշփոթ ինտերակտիվ հեքիաթ ներկայացում կերպարային տիկնիկներով երկու պարով։ Այս գեղեցիկ տոնի առթիվ մենք ունենք հյուրեր, վերադարձ արմատներին կրթամշակութային կենտրոնի հասարակական կազմակերպության փոխնախագահ Լաուրա Մամյան, Գեղարվեստական խորհրդի անդամ նույն կենտրոնի արմատներ եւ հայոց ծիլեր բարի խմբի ղեկավար Մարինե Ֆահրադյան եւ նույն կենտրոնի Գեղարվեստական խորհրդի անդամ ասմունքի եւ տեխնիկների մոլորակ թատերախմբի ղեկավար Աննա Կոստանյանն է մեր հյուրերը։ Բարի առավոտ։ Բարի ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք եւ իհարկե արդեն անդրադառնանք ամսի 29-ի ներկայացում համերգ, չգիտեմ ինչ է, թե համերգ է, որովհետեւ ինչ-որ տեխնիկներ են արկա, մի քիչ չակերտները բացենք։ Եթե ես բացեմ չակերտները, ուրեմն պիտի ասեմ, որ կենտրոնը, որ ձևավորվել է 2016 թվականին, որպես եղել է նախագիծ, բայց հետագայում 2 տարի առաջ հիմնադրվեց եւ հաստատվեց որպես հասարակական կազմակերպություն, ղեկավար տնօրենը Տիկին Վերգին Հալավերդյանն է, ինքը տեխնիկագործ, մոդելավորող եւ ասեմ ձեզ, որ ինքը տարազագործությունով է զբաղվում եւ ինքը հաճախ նշում է, որ ինքը ոչ թե տարազները վերականգնում է, այլ նորովի ներկայացնում է։ Ինչ ասել են նորովի, նոր տարազ ենք օրինակ, թե արմատներին, ինչի է կոչվում վերադարձ արմատներին կարճած, ինքը նայում է բոլոր այդ ինչ տարածաշրջանի տարազը, սկսած իր եղանակային պայմաններից, սկսած ամեն ինչից, թե ինչպես են հագնվել, ինչ են արել, տնտղելով, հետազոտելով, ինքը ստեղծում է, վերականգնում է նախկին տարազները, այսպես ասած։ Եվ նորովի, որպեսզի ավելի մենակ տեխնիկներ են կրում այդ տարազները, թե նաև պարող ոչ, տարազները կրում են մարդիկ, բայց հիմնականում մենք տարազները օգտագործում ենք որպես ցուցահանդես, այսպես ասած, մենք ունենք մեր այդպես ցուցասրահը, որտեղ ամեն տարածաշրջանի տարազներից մեկն են եւ նրանք ոչ վարձակալությամբ են տրվում, ոչ օգտագործվում են այլ նպատակների համար, բայց այդ արժեք ներկայացնող բաները յուրաքանչյուրից մեկական օրինակ եւ համարյա թե բոլոր տարածաշրջանի։ Բայց հիմա քանի որ խոսքը վերաբերում է ներկայացմանը, դա ներկայացում է։ Ոչ, այն ինչ որ ներկայացրեցի, ես ուղղակի ներկայացրեցի մեր տնօրեն Վերգինե Ալավերդյանին կենտրոնի հասարակական կազմակերպության տնօրեն։ Ներկայացումը կլինի, ինչպես դուք ասացիք, 29-ին, մենք խաղալու ենք 3 սեանս, ասեմ, որ տոմսերի մոտ 90%-ը սպառված են, բայց ուզում եմ ուղղորդել ծնողներին, որ իրենց երեխաներին չզրկեն այդ շատ հետաքրքիր ներկայացումից, որովհետև լինելու են բոլոր երեխաներին հայտնի մուլտհերոսները իրենց կերպարներով, որոնք ստեղծել է Վերգինե Ալավերդյանը։ Պատկերացնում եք, դա մի էկրանին աշխատանք է։ Այո, այս կերպարների մասին է։ Եվ ձեզ ասեմ, որ մեր կենտրոնում մեծ եւ փոքր դերասաններ ունենք, մենք ունենք այդ թատերախումբը, որի մասին կասի մեր Աննան Կոստանյան խոսի այդ մասին, եւ տեխնիկները կրում են եւ մեծերը եւ փոքրերը եւ պրոֆեսիոնալ դերասաններ եւ մեր սաները կենտրոնի ու մի շատ հետաքրքիր ներկայացում է, որտեղ երեխաների սիրված հերոսներն են, մուլտհերոսներն են։ Իսկ նրանք ինչ են անելու, երգում են, պարում են, թե կա կոնկրետ թեմա, որը բեմադրվել է։ Սցենար կա, այո, սցենար կա։ Ինչի հիման վրա է բեմադրված կա, ինչ-որ հեքիաթ։ Ուղղակի ամանորյա հեքիաթ է, հորինված։ Հայտնի հեքիաթ չէ, որի մասին կարող ենք ներկայացնել։ Ոչ, խնդրեմ, Տիկին Կոստանյան, դուք ներկայացրեք, ինչպես արդեն նշեցինք, ավելի մանրամասն։ Ես ուրեմն ամենաառաջինը նշեմ, որ վերադարձ արմատներին կրթամշակութային կենտրոնի տեխնիկների մոլորակ թատերախմբում չունենք տարիքային սահմանափակում։ Ի սկզբանե ճակերտները բացելով նշեմ, որ մեր հեքիաթում ամենակարևոր առանցքային գիծը բարությունն է, բարու եւ չարու կռիվն է, որտեղ բարին պետք է հաղթի, եւ ասեմ, որ մեր թատերախմբի փոքրիկներին ես որպես օգնություն հասնում եմ, այսինքն ես լինում եմ ձմեռ պապիկի դեսպանը,
որպես բարի փերի, որ ինձ ուղարկած է լինում այդքան տարբեր հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսներին օգնել հարթելու մատնաչափիկի չարաճճիությունը եւ որովհետեւ կարողանանք մենք դիմավորենք ձմեռ պապիկին, շատ բան չեմ ուզում ճակերտները բացել, բայց ասեմ, որ հեքիաթի առանցքային գիծը հենց դա է, որով մենք փորձում ենք երեխաների մեջ սերմանել էլ ավելի բարություն, սեր, փոխադարձ հարգանք, այսինքն հեքիաթը հենց ինքը որպես հեքիաթ չի, որ պատմեցիր, կարդացիր, խաղացիր ու անցար։ Մենք փորձել ենք հեքիաթի միջոցով շատ բաների անդրադառնալ, այսինքն մի բեմում ներկայացման միջոցով մենք համատեղում ենք եւ խոսքը, եւ ասմունքը, եւ պարը, եւ երգը։ Մեր խմբի սաները շատ տաղանդավոր են, շնորհաշատ, նույն ասմունքողը կարող է երգի եւ կարող է պարի ու խաղա իր դերը։ Այնպես որ մենք շատ շնորհակալ ենք մեր թատերախմբի բալիկներին, իրենց ծնողներին, իրենց երեխաներին մեզ վստահելու համար, որովհետև ինչ որ միտեղ, երբ որ դու առնչվում ես երեխաների հետ, դու ինքդ պիտի մանկանաս։ Իսկ նրանց միջոցով մենք մանկանում ենք ու փորձում ենք հավասարվել իրենց, ընկերանալ եւ ասեմ ավելին, մենք նաեւ ներկայացման ընթացքում իրենց թույլ ենք տալիս իմպրովիզացիայի, այսինքն պարտադիր չի, որ իրենք հնչեցնեն հենց այն բառերով գրված, հա, հեքիաթը, որով որ մենք փորձեր ենք արել, եթե պահի տակ իրենք կարողանան, կարևորը պահեն այդ գիծը, որպեսզի հեքիաթը ստացվի այն, ինչը որ մենք քանի սան կա առհասարակ ներկայացման մեջ կրթվող ունենք բազմաթիվ սաներ, որտեղ տարբեր խմբակներ է գործում մեր մոտ, բայց կոնկրետ թատերախմբում մենք Այսինքն օրինակ էս հայոց ծիլեր, հա, ճիշտ եմ ասում, բարի դուք եք ինչպես հասկացա Տեկին Վահրամյան, այստեղ ինչ-որ խմբեր են միավորվել այս ներկայացման այո, տարբեր խմբերի ընդհանուր ներկայացման երեխաների, այո, 50 հոգի գրեթե, 50 երեխաներ առնչվում են այս ներկայացման հետ եւ 50 Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ մի կենտրոնում ինչու են տարբեր խմբակներ այսպես ձևավորված։ Որտեղ ինքը կրթամշակութային կենտրոն է, որտեղ մենք սովորեցնում ենք Չէ, երեխաներին։ այն որ իրենք կարող են տարբեր բաներ սովորել, ասմունք, ենթադրենք, պար, երգ, ես այդ հասկանում եմ, բայց որ տարբեր անուններ են կրում այդ խմբակները։ Չէ, բոլորը, ասենք տեսեք, հայոց ծիլեր, բարի խումբն է կոչվում, ամեն ինչ առնչվում է վերադարձ արմատներին, այո, առանձին բարի մասով, այո, առանձին Ինչ որ բարի տարիքի մասով, երեխաներ են այդտեղ կրթվում։ Այսինքն բարի մասն է խոսքը, թե Արդեն չգիտեմ հիմա առհասարակ։ Հիմա նայեք, բարի մասը Որտեղ է սանդղակը, որ այլտեղ չի ավելի փոքրերը եւ արմատներ մի քիչ ավելի միջին տարիքի երեխաներ։ Այսպես, իսկ ընդհանուր ներկայացման մեջ ունենք տարբեր տարիքային երեխաներ։ Իսկ բարի մասով նայեք, օրինակ ներկայացումը ինչա պահանջում, չէ՞։ Պետքա բեմադրվի այնպես, ինչպես պահանջում է ներկայացումը, կոնկրետ բառը, բնականաբար հայեցի վերադառնալով դեպի արմատներին։ Եվ բեմում պարում են երեխաները, նայեք, օրինակ պարում են թզուկներ, չեմ ուզում չնայած ճակերտները բացել, բայց ավելի հայեցի։ Բեմում կան ոչ միայն այն երեխաներ, ովքեր պարում են, ասենք, չէ, ինչպես ասեցին, այլ նաև նայեք, պարում են եւ ցուցադրվում է ասեմ թե չասեմ։ Դե ասեք, դա փոքր բաց կարող է գալիս է Աղանդ պապին, գալիս է Գարուն պապին եւ Ձմեռ պապիկի կողքը։ Այդ կերպարները այնքան գեղեցիկ են, այնքան գեղեցիկ են կերտված։ Շուրջը ծիծեռնակները չեմ ուզում շատ ճակերտները բացել։ Եվ այդ ամեն ինչ համեված է պարով, խոսքով, ասմունքով, շատ գեղեցիկ, շատ յուրօրինակ։ Բայց հետաքրքիր է նաեւ, որ այդքան տարբեր կերպարներ են, տարբեր փաստորեն մուլտֆիլմերի, հերոսներ, չգիտեմ, դրա համար էլ կոչվում է ամանորյա խառնաշփոթ։ Այնպես է կազմված, որ բոլոր իրենց դերակատարում ունեն, իրենց ճիշտ տեղը։ Հետաքրքիր, ով է կազմել սցենարը։ Սցենարը Վերգինե Բարդ աշխատանք է, բավականին։ Աշխատանքն է, բայց իհարկե լրացումներ արվել են, Այո, այսպես մենք թիմային աշխատանք, այո, ընդհանուր ամեն մեկը։ Ինձ հետաքրքիր է այն երեխաները, որոնք ուսանում են ձեզ մոտ։ Մենք անդադ խոսում ենք արմատներից, որից շատ հեռացել ենք, անգամ մեծեր, ովքեր ավելի լավ էին գիտակցում կամ գոնե թե ավելի ծանոթ էին։ Հիմա ինձ հետաքրքիր է ոնց է կարողանում հետաքրքրացնել այդ երեխաներին, որպեսզի իրենք այդ արմատներին մոտ լինեն կամ ճանաչեն, որովհետև այսօր գայթակղող շատ ու շատ հնարավորություններ կան։
օտարամոլության հետ կապված։ Ես զարմանում եմ, որովհետև ես գիտեմ, որ հիմա երեխաներին չի հետաքրքրում առանձնապես։ Համակարգիչ կոչելը դժվար է։ Ավելին ասեմ, քանի որ Տիկին Ալավերդյանը նաև տարազագործ է նշեցինք, մերթ մենք մեր սաներին մասնակից ենք դարձնում նաև այդ ուրեմն ձևով կազմակերպած համերգներին, որտեղ համատեղվում է պարը, տարազը, այսինքն ցուցադրություն է լինում տարազի եւ պարի լեզվով բեմեն ու մեր երեխաներին որ բարձրան արդեն դա իրենց ողջևորում է որ մենք վստահում ենք այդ տարազները, հա, դրա համար մենք հետո մերթ մենք այնպես չի որ միայն փորձեր, մենք այսպես ջերմիկ հանդիպումներ ենք ունենում, իրենց հետ հաշվի ենք նստում, իրենց կարծիքը հաշվի ենք առնում, ինչ որ մի բան իրենցից ենք սովորում ու դա ենք փորձում, իրենց ցանկությունները հաշվի ենք առնում, դրա համար մեր մոտ տարիքային սահմանափակում ես նշեցի, չկա, քանի որ եթե բարու դերում ես եմ ուրեմն ես Աննա Կոստանյանի խոսքին ավելացնեմ, որ մեր սաները, ասենք, բարի խմբակից են։ Իրենք նաև մասնակցում են այն խմբակներին, օրինակ գոյություն ունի տեխնիկագործության խմբակ, որ վարում է հենց Վերգինե Ալավերդյանը, կա ուլունքագործություն, այնտեղ շատ տարբեր բաներ, անգամ մենք հիմա ուզում ենք ծեփագործություն, կավագործություն ունենալ, եւ օրինակ ես շատ հետաքրքրված եմ ու ինքս կփորձեմ ինչ-որ բաներ անել, այսինքն սահմանափակում այս առումով չկա, ու իսկապես ես հետաքրքրված եմ, հենց բացվեց առաջինը ես եմ անել։ Հետաքրքիր ինչպես են ընդունվում, ինչպես է ընդունելության կարգը, ինչպես է ձեզ մոտ, ինչպես կարող են դիմել երեխաները գալ, ընդունվել, մասնակցել այս process-ներին։ Դե մենք ունենք տարբեր էջեր, ունենք կոնտակտներ, որը կառավարվում է կենտրոնի մեր աշխատակցի կողմից, եւ հեռախոսահամարներով ուսումնական տարին երբ որ սկսվում է, մենք ընդունելությունը հայտարարում ենք եւ արդեն ըստ խմբակների ընդունվողները լինում են։ Եւ քանի որ նշեմ, ինչպես է հենց ինքը Facebook-յան էջ ունենք եւ Instagram-յան վերադարձ արմատներին։ Այդպիսի էջեր ունենք։ Բայց քանի որ մենք տեղ չունենք, ներողություն, մենք տեղ չունենք մշտական, հիմա ձեր թույլտվությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին Ռազմիկ Մկրտչյանին եւ ողջ անձնակազմին, քանի որ նրանց աջակցությամբ մենք արդեն տեղակայվել ենք եւ գործում ենք Բագրատունյաց 5 հասցեում, որտեղ նաև պատանեկության ստեղծագործական կենտրոնն է, այնպես որ մեզ գտնելու համար նաև կարող են։ Նախկինում Պիոներ պալատը։ Դե մի ժամանակ Պիոներ պալատը, որովհետև բոլոր բաներում կար, չէ՞, համայնքներում, չգիտեմ դրանք բոլորը հիմա ակտիվ գործում են թե չէ, բայց կարծում եմ որ կգործեն, որովհետև ես հիշում եմ մեր ժամանակ բարի խմբակները հիմնականում իմ ավելի փոքր տարիներին հիշում եմ որ բոլորս այնտեղ պիտի հաճախեն։ Դե հիմա անվանումները փոխվել են, բայց գործում է, ստեղծագործական կենտրոն է փոխվել, բայց բնույթը մնացել է։ Անելիքը նույնն է, այսինքն միևնույն է տարբեր բաներ են ուսումնասիրում երեխաները։ Ես եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ կամ ծնողներ ես դեպքում կարելի է ասել, ովքեր ունեն փոքրիկներ, ուզում եմ ձեզ համար հիշեցնել, որ դեկտեմբերի 29-ին Առոն Բաբաջանյան համերգասրահում ամանորյա խառնաշփոթ ինտերակտիվ հեքիաթ ներկայացում է լինելու կերպարային տեխնիկներով երգ ու պարով։ Մեր հյուրերը ավելի մանրամասն ներկայացրեցին, որ բավական հագեցած կերպարներ կան այնտեղ եւ տոնական գեղեցիկ օր է սպասվում։ Տոմսերը չնայած ինչպես հասկացանք արդեն մեծամասամբ վաճառված են, բայց նրանք ովքեր կուզեն ներկա լինել այս խառնաշփոթին կարող են նախ կայքով, բոլոր համարները չեն կարող այս դեպքում ներկայացնել, ներողություն եմ խնդրում, բայց կայքին անդրադառնալ վերադարձ արմատներին կամ զանգահարել 043, հա, 103082 կամ 093 46 03 11 համարներով ու ձեր երեխաներին փորձեք արմատներին մոտ ներկայացմանը ծանոթացնել, ինչպես ասում են։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք։ Ձեզ հաջողություններ, հուսանք, որ այսպիսի տոնական հեքիաթային համերգներ կունենաք ընթացքում։ Այո, մենք անցյալ տարի ենք ունեցել, ասեմ ձեզ։ Էլի ամանորին ընթացքում։ Մետրո թատրոնում ենք խաղացել 3 ներկայացում, այս տարի որոշեցինք Բաբաջանյան դահլիճում, մյուս տարի գուցե ֆիլհարմոնիկ դահլիճում։ Ձեզ հաջողություն։